Պարոն Կետիկյան, դուք ինչպես եք գնահատում դեպքերը Գյումրիում ամսի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած դեպքերը ՏԻՄ ընտրությունների այդ քարոզարշավի համատեքստում, մասնավորապես եթե խոսենք ամսի 17-ին Էջմիածնում տեղի ունեցած դեպքի մասին, քաղաքապետերի թեկնածուների միջև տեղի ունեցած կրակոցները, ծեսկրթուկը, ինչպես եք դուք դա մեկնաբանում։ Ես Գյումրիից ճիշտ ասած տեղյակ չեմ։ Խոսքս վերաբերում էր Ամսի 18-ին առավոտից մինչև գիշեր։ Ոչ միայն ընտրությունների ժամանակ, ընտրություններից նաև հետո, ձայները հաշվելու ընթացքում գտնվել եմ Էջմիածնում եւ նման հանգիստ, նորմալ քաղաքակիրթ ընտրություններ կցանկանայի, որպեսզի ամենուր լինեն, ամեն շատ նորմալ է եղել մարդիկ։ Մի մարդու նման մասնակցել են ընտրություններին, արդյունքը դուք իանալ գիտեք, որովհետեւ Կարեն Գրիգորյանը, չգիտեմ, իմ ճանաչած լավագույն քաղաքապետերից մեկն է։ Բայց դրանից առաջ հենց նախորդին տեղի էր ունեցել բավականին արտառոց միջադեպ, հա, երկու թեկնածուների միջև։ Դրա հաջորդ օրը հենց Արտուր Թումանյանը գտնվելով դեռևս հիվանդանոցում անցան ընտրությունները այդ նման իրավիճակում։ Միջադեպը կոնկրետ դուք ոնց եք գնահատում։ Ես գնահատեմ սովորաբար ընտրություններից առաջ արդեն շատ է քիչ պարզ է լինում, թե ով է հաղթել, ով ինչ ձայներ ունի, ով ինչ հնարավորություններ ունի։ Եվ սովորական տրամաբանությունն է ուժեղ տեխնացուին ձեռնատու է միայն առանց որևէ միջադեպի հասնել ընտրության օրվան եւ անցկացնել ընտրության օրը։ Իսկ թույլ տեխնացուին ձեռնատու է ամեն կերպ խափանել, ամեն կերպ ամեն ինչ անել, որպեսզի ինչ-որ բան չեղյալ հայտարարվի, ինչ-որ նման խոսակցությունների տեղիք տա։ Ես կրկնում եմ Կարեն Գրիգորյանը սիրված քաղաքապետ է եւ երբևէ նրան ձեռնատու չէր կարող լինել եւ չի լինի այսուհետ էլ որևէ միջադեպ։ Իսկ ով կազմակերպել է նման միջադեպեր, ես ինքս ներկա չեմ եղել, չեմ ուզում որևէ մանրամասը ոչինչ ասել, ընդհանրապես թողում եմ ձեր հայացողության, ձեր տրամաբանությանը։ Այսինքն մի ձեռնատու, որպեսզի ընտրությունների վրա ինչ-որ ստվեր ընկնի, ու մեր ձեռնատու, որպեսզի ընտրություններ չեղյալ համարվի։ Եթե մինչև ընտրության օրը դա որևէ մեկի համար պարզ չէր, ընտրությունների արդյունքներից հետո գոնե պարզ պետք է լինի։ Այսինքն այդ միջադեպը կապ չի ունեցել ընտրության արդյունքի վրա։ Ինչի հետ։ Հա, ընտրության արդյունքի վրա իհարկե կապ չի ունեցել, ինչ կապ կարող է ունենալ ինչ-որ միջադեպ։ Ինչ այդ միջադեպը գնացել ժողովրդին ասեն, գիտես, ժողովուրդ փոխի քու կարծիքը։ Չէ, ժողովուրդը հիանալ ճանաչում է, էջմիածինցիները շատ իմաստուն ժողովուրդ են մեր հոգևոր մայրաքաղաքի բնակիչները եւ հիանալի գիտեն թե ում ընտրեն եւ ով ինչ է իրանից ներկայացնում։ Իսկ առհասարակ ինչպես է ստացվում, պարոն Կետիկյան, որ միշտ ընտրություններից առաջ ՏԻՄ ընտրություններից առաջ հիշենք, եթե թեկուզ 2002 թվականի դեպքերը, որ միշտ ընտրություններից առաջ կարծեք թե Էջմիածնում արդեն ավանդույթ է դարձել նման միջադեպեր են, որ գրանցվում տարբեր թեկնածուների միջև։ Արդեն որևէ ընտրություն ես Էջմիածնում եմ գտնվում, ասեմ, որ համեմատական տոկոսով եթե հաշվենք, Էջմիածնում շատ ավելի խախանդ է ամեն ինչ ընթանում, քան մի շարք ուրիշ քաղաքներում։ Ես մայրաքաղաքը նկատի չունեմ, այլ նախկին շրջկենտրոններում, այնպես որ Էջմիածնում շատ նորմալ ընտրություններ են ընթանում։ Որովհետև էջմիածինցիները բախտը բերել են, նրանք ունեն հիանալի քաղաքապետ։ Անկեղծ եմ ասում, դա իմ օբյեկտիվ դիտարկումների նաև արդյունքով եմ ես ասում, ոչ միայն որպես ընկեր եմ ասում։ Իսկ Գյումրիում երեկվա տեղի ունեցածը, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչի թեկնածուի որդուն սպանեցին եւ մանրամասներից տեղյակ չեմ, ընդհանրապես ձեր նման մամուլից եմ տեղյակ։ Գնահատում կոնկրետ երևույթը հենց։ Երևույթը իհարկե բացառ։ Առաջ հոկտեմբերի 2-ի ընտրությունների։ Ինչպես կարող եմ գնահատել, բնականաբար բացասաբար, բնականաբար ստքում եմ երիտասարդ տղայի մահը, ափսոսում եմ, կորուստ է դա։ Քաղաքական ենթատեքստ չեք տեսնում հենց այդտեղ։ Տեղյակ չեմ մանրամասն, անկեղծ։